Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղլարված էմոցիոնալ շոկերով, հոգեբանական ծանրագույն շերտերով և պարզապես ճակատագրական զարգացումներով լի վերլուծական ու կանխատեսող թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի խճճված, դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում ամենամեծ երջանկությունը վայրկյանների ընթացքում վերածվում է ամենասարսափելի մղձավանջի։ Ինչպես միշտ, մեր վերլուծությունը կներկայացնենք մեկ ամբողջական էմոցիոնալ հոսքով, որպեսզի դուք կարողանաք լիովին ընկղմվել այս դրամատիկ պատմության մեջ։ Ուստի հարմար տեղավորվեք, այսօրվա բացահայտումներն ուղղակի կցնցեն ձեզ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կյանքի ամենամեծ ողբերգությունն ապրած աղջիկը վերջապես հավատում է սիրուն, բացում է իր հոգին, սիրո խոստովանություն է անում և ժամեր անց կանգնում է դժոխքի առաջ։ Անապայում, երբ հարութը խաղաղ քնած էր, Սեդան պատահաբար դիպչում է նրա ուսապարկին և հատակին է գլորվում այն չարաբաստիկ, ճակատագրական թզբեհը։ Սեդայի հիշողության մեջ կայծակնային արագությամբ վերականգնվում է այն սարսափելի գիշերը, և նա հստակ հիշում է. ճիշտ այսպիսի թզբեհ կար իրեն բռնաբարող հրեշներից մեկի ձեռքին։ Այդ վայրկյանին Սեդայի ներսում փուլ է գալիս ամբողջ աշխարհը։ Նա հայտնվում է կատարյալ շոկի մեջ, գիտակցելով, որ այն մարդը, ում ինքը վստահել էր իր կյանքը, հնարավոր է իր ամենամեծ դահիճն է։ Խեղդվելով արցունքներից ու վախից, Սեդան առանց մի բառ անգամ ասելու և քնած հարութին արթնացնելու, գաղտնի հավաքում է իրերն ու փախչում հյուրանոցից։ Նա տեղափոխվում է այլ հյուրանոց, փորձելով միայնության մեջ վերլուծել կատարվածը։ Նրա գլխում անդադար պտտվում են փաստերը, և նա գալիս է այնպիսի սարսափելի եզրահանգման, որ հարութն իսկապես մեղավոր է։ Հուսահատված ու վիրավորված Սեդան անմիջապես վերադառնում է Հայաստան։ Երևան հասնելուն պես Սեդայի առաջին քայլը լինում է հարութի մորը հանդիպելը։ Նա աղերսում է կնոջը ասել ճշմարտությունը, խոստովանել, թե արդյոք նա ինչ-որ մութ գաղտնիքներ գիտի իր որդու մասին, քանի որ ինքը գրեթե 100%-ով համոզված է հարութի մեղավորության մեջ։ Որքան էլ հարութի խեղճ մայրը փորձում է արդարանալ և համոզել Սեդային, որ իր որդին բացարձակ անմեղ է, նրա խոսքերն այլևս իզօրու չեն ծածկելու Սեդայի կասկածների պատը։ Բայց սերիալի ամենաէմոցիոնալ և շրջադարձային պահերից մեկը տեղի է ունենում քիչ անց, երբ Սեդան հանդիպում է նվերին։ Առանց երկար մտածելու Սեդան մի հուժկու, շառաչուն ապտակ է հասցնում նրան։ Այս ապտակը ոչ միայն ատելության, այլև ճակատագրական հուսահատության դրսևորում էր։ Սեդան արցունքն աչքերին մեղադրում է նվերին, ասելով, որ հենց նա է իր բոլոր դժբախտությունների իրական մեղավորը։ Չէ՞ որ եթե նվերն այն դժոխային գիշերվանից հետո բաց չթողներ իր ձեռքը, եթե չլքեր իրեն, ապա ինքը երբեք այնքան խոցելի չէր դառնա, որ ընկներ հարութի լարած թակարդն ու վստահեր նրան։ Սեդայի խոսքերը կատարյալ շոկի են ենթարկում նվերին։ Նվերը, ով վստահ էր, որ Սեդան անսահման սիրում է հարութին և նրա հետ երջանիկ փախել է Ռուսաստան, հանկարծ գիտակցում է, որ իրականությունը լրիվ այլ է։ Սեդան ոչ միայն վերադարձել է, այլև դառնությամբ ու ցավով է հիշում իրենց բաժանումը և ատում է հարութին։ Նվերի հիվանդագին ուղեղում սա նշանակում է միայն մեկ բան. նա դեռ հնարավորություն ունի հետ բերելու Սեդային։ Իսկ այս ընթացքում ստվերներում շարունակում է գործել Մանեն, ում համար անբարոյական և դավաճան բառերն ուղղակի որպես կոմպլիմենտ են հնչում։ Այս աղջիկը պարզապես ապշեցնում է իր ցինիզմով։ Նա աջ ու ձախ ստում է, խաղում է մարդկանց ճակատագրերի և զգացմունքների հետ։ Հիմա էլ որոշել է վերջնականապես անցնել նվերի թիմ։ Մանեն ձայնային հաղորդագրություն է ուղարկում նվերին, պաշտոնապես հայտարարելով, որ
ընդունում է նրա առաջարկը և որ իրենք միավորվում են Սեդայից ու Հարութից դաժանաբար վրեժ լուծելու համար։ Սակայն սերիալի ամենաաբսուրդային և անբարոյության գագաթնակետը դարձած տեսարանը մեզ սպասում է առջևում։ Ձևացնելով, թե իբր ինքը նվերի դաշնակիցն է, Մանեն միաժամանակ շարունակում է իր կեղտոտ կապը Մինասի հետ։ Նրանք գնում են շոգեբաղնիկ միասին լավ ժամանակ անցկացնելու։ Ճակատագրի հեգնանքով հենց այդ նույն ժամանակ Սեդան, փորձելով գտնել ճշմարտության գոնե մեկ թել, որոշում է հանդիպել Մանեին։ Սեդան հույս ունի, որ Մանեն գուցե ինչ-որ բան գիտի Հարութի մասին և արդյոք նա իրոք կապ ունի բռնաբարության հետ։ Եվ ահա երբ Սեդան մոտենում է, դուռը բացվում է և այնտեղից խալաթով դուրս է գալիս ոչ այլ ոք, քան Մինասը։ Այդ վայրկյանին Սեդայի համար աշխարհը կանգ է առնում։ Նա շոկի մեջ է, սեփական աչքերով տեսնելով իր եղբորն ու Մանեին միասին և վերջապես գիտակցելով, որ նրանք սիրեկաններ են։ Բայց ամենազզվելին այն է, թե ինչպես է իրեն պահում Մինասը։ Փոխանակ ամաչելու, գետինը մտնելու կամ գոնե արդարանալու այն բանի համար, որ քանդում է իր ընտանիքը և խաբում Սյուզիին, Մինասը հարձակվում է քրոջ վրա։ Նա խիստ ագրեսիվ տոնով սկսում է հարցաքննել Սեդային, թե ինչ իրավունքով և ինչու է նա վերադարձել Հայաստան առանց իր իմացության և թույլտվության։ Սա պարզապես հիպոկրիզիայի և անամոթության բարձրակետն է։ Մարդ, ով բարոյական հատակին է, փորձում է իշխել ու բարոյականություն քարոզել իր տուժած քրոջը։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, ինչ քայլի կդիմի Սեդան, իմանալով եղբոր խայտառակ գաղտնիքը, կպատմի արդյոք Սյուզիին, և ինչպես կավարտվի Հարութի ու Սեդայի պատմությունը, կկարողանա Հարութն ապացուցել իր անմեղությունը, անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կանխատեսումները մեկնաբանություններում, ես մեծ սիրով կկարդամ և կքննարկեմ դրանք ձեզ հետ, չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, առաջիկա ամենաթեժ զարգացումները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք շատ շուտով։